Չեմ կարող ասեմ։ Ընտրություններից 5 ամիս առաջ ընտրողների շրջանում մեծ անորոշություն է, գնալ ընտրության, թե ոչ։ Երևանում լրագրողական հարցախույզի տվյալով գրեթե հավասար բանակների են բաժանված քվեարկության չգնալու եւ գնալու մտադրություն ունեցող քաղաքացիները։ Չէ, չեմ գնալու։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցել չցանկացող այս մարդկանց հայրենակիցները վստահեցնում են, իրենց մեկ ձայնը շատ կարևոր է արժանապատիվ, կայուն, անկախ պետություն ունենալու համար։ Թող գնան մասնակցեն, որ իրաց երկրի ապագայի համար։ Դեպի լավ իմաստով եմ ասում, չգնան, այդ իրաց լավ կյանքի համար պայքարեն։ 2021-ի խորհրդարանական ընտրություններն են հիասթափեցրել մեր շատ հայրենակիցների, ոմանք չեն հասկանում, ինչպես են 5 տարի առաջ ձայն տվել պատերազմ բերած պարտված իշխանությանը, չեն հավատում նաև հիմա ստորագրված իբրև խաղաղություն բերող փաստաթղթերին։ Խաղաղություն երբեք չի լինի ոչ Ադրբեջանի հետ եւ ոչ էլ Թուրքիայի հետ։ Մեր դառը կյանքը ցույց է տվել, որ երբևէ այդ ազգությունների վրա ուժ դնել չի կարելի։ Մարդիկ կան, որ կասկածներ ունեն, խարդախությունների միջոցով այն ժամանակ վերարտադրվել Փաշինյանի իշխանությունը, չեն բացառում, որ այս ընտրություններին էլ ընտրակեղծիքներ լինեն։ Միևնույն է, ընտրակեղծիքներ են լինելու վստահ եմ, անիմաստ ժամանակ եմ ծախսելու, ընտրվելու է այնպես, ինչպես որ միշտ, ոչ արդար, անօրեն ձևով ԿՊ-ն է անցնելու։ Իմ ձայնը հաշիվ չի, որովհետև ընտրակեղծիքները լինում են ու դառնում են ավելի բացահայտ, անօրենությունները բացահայտ են։ Բացառդակ արդեն առանց ոչ մի դաշտ հագցնելու դրա համար անիմաստ է։ Այս կինն առաջարկում է բոյկոտել ընտրությունները։ Իմ կարծիքով լավագույն տարբերակը կլինի ընդհանրապես ազգովի բոյկոտելը։ Հայլուրի հարցախույզի որոշ մասնակիցներ համոզված են, որ ընտրակեղծիքների դեմ կարելի է պայքարել միայն ընտրություններին մասնակցելով։ Անպայման գնալու ենք։ Հոգեկան հիվանդից բրծնենք։ Հոգիներուց ազատի։ Մի նորմալ ղեկավար կա, որ այս երկիրը Հանի, ես մեր կործրածը գոնի հետ բերենք, հզորանանք կարևորը, ես մեր բանակը հզորացնենք, մեր ես կործրածը հետ վերցնենք, մենեք ես, գիտեք, եթե Նիկոլը իրակնոջ հետ ընգնի իմ ծերը չէ, Նիկոլին կանած կաղութը կգցեմ, կնոջը տղամարդկաց կաղութը։ Նիկոլ Փաշինյանի կառավարման 7 տարիները գոհացուցիչ են այս տղամարդու համար։ Իմ քայլն եմ ընտրելու։ Քաղաքական պայմանագիր է։ Այո։ Շատ սպասելիքներն եմ արդեն իրականում է։ Թոշակառուներին տված խոստումները չեն իրականացրել, նրանց ապահով ծերություն էր խոստացել Հայաստանի վարչապետը։ Թոշակառուին ասում է, դու բանով քու բանով քարտու առևտուր արա, 10,000 ես ավելացնում եմ։ Սուտի բաներ է դրանք։ Սուտ Ես ասենք շուկայից այդ մեկտես պոպոկ եմ արել, ինձի հետում է դրա կտա, շիտա։ Թալանի դեմ պայքարելու կոչերով իշխանության եկած Փաշինյանը հիմա գողանում է իրենց փողերը։ Շփոթված են Հայաստանի քաղաքացիները։ Պարոնն էլ էր ասում, որ սենց կանենք, նենց կանենք, կբերենք ուրիշներ, բայց չէր ասում, որ իր գրպանը կուտնեն, էլի։ Այս է հարցը։ Գողությունը կատարվում է ամենավերևի մասշտաբով, մակարդակով։ Այսինքն մարդկանց չեն հարցնում, դու այսօր չես կարող աշխատես, միգուցե քեզ ինչ-որ մի փոքր վարկ տանք, օգտագործես։ Այսինքն մտածում եմ, որ 3 միլիոն, 6 միլիոն, չգիտեմ քանի միլիոն գաղտնի դնեն իրանց գրպանները։ Իշխանության չիրականացած խոստումներից հոգնած շատ քաղաքացիներ սպասում են մյուս քաղաքական ուժերի ծրագրերին։ Գիտեք, ավելի շատ կցանկանա, որ մեր ժողովուրդը մի քիչ հանդուրժող եւ բարի դառնա։ Իսկ ընտրությունները արդեն ըստ այն ինձ թվում հաճիշտ կազմված արդեն։ Գայանե Մովսիսյան, Հայկ Ավանեսյան, Արաքել Օհանյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։